Օրերս Բրյուսելում ստորագրված Եվրամիություն Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունն, Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը մտահոգիչ է համարել մասնավորապես Եվրամիության դիտորդական առաքելության պահպանման, Ղարաբաղի հայերի փախստական լինելու մասին դրույթները, Բաքուն նաև դժգոհ է, որ Եվրամիություն Հայաստան ռազմավարական փաստաթղթում որևէ հիշատակում չկա թրիփի մասին, փոխարենը մեջբերում հիշատակվում է տարածաշրջանային կոնսենսուսից զուրկ հայկական խաղաղության խաչմերուկ նախագիծը, նման իրավիճակը հարցեր է առաջացնում Հայաստանի կողմից թրիփ նախագծի կյանքի կոչման հետ կապված, հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։ 2026 Հաջորդ տարվա բյուջետային ծախսերի 21%-ն ուղղվելու է պաշտպանությանն ու ազգային անվտանգությանն, այսօր Բաքվում Միլիմեջլիսում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, նրա խոսքով ուժային կառույցներին ուղղվող ծախսերը 2026 թվականին կազմելու են 5 միլիարդ 100 միլիոն ամերիկյան դոլար, բացի այդ Ասադովը հայտարարել է, որ մոտ ապագայում մեջբերում Զանգեզուրի միջանցքը կարևոր դեր կխաղա հաղորդակցության նոր ուղի դառնալով ինչպես միջին միջանցքի, այնպես էլ հյուսիս-հարավ միջանցքի շրջանակներում։ Հայ սպա Գուրգեն Մարգարյանի 2004 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած սպանության հեղինակ Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական բանակի գնդապետի կոչում է շնորհվել, այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, սեփական աղբյուրները վկայակոչելով Ադրբեջան 24 կայքի տեղեկություններով Սաֆարովին դեռ 2017 թվականին էր փոխգնդապետի կոչում շնորհվել։ Գուրգեն Մարգարյանի սպանության համար Ռամիլ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից 2006-ին դատապարտվել էր ՑՄԱ ազատազրկման, հունգարական կողմը նրան Բաքվին էր փոխանցել 2012-ի սեպտեմբերին, Բաքու ժամանելուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահը Սաֆարովին ներում էր շնորհել, նա կրկին անցել էր զինվորական ծառայության։ I see what's happening. I get reports that you will never see. Ուկրաինան այլևս ժողովրդավարություն չէ, պոլիտիկոյին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, կրկին Վլադիմիր Զելենսկուն կոչ անելով ընտրություններ անցկացնել։ Ուկրաինայում երկար ժամանակ է արդեն ինչ ընտրություններ չեն եղել։ Նրանք խոսում են ժողովրդավարության մասին, սակայն հասել են մի իրավիճակի, երբ ըստ էության ժողովրդավարական պետություն չեն հանդիսանում, հայտարարել է Թրամփը։ Պոլիտիկոյին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նաև քննադատել է Եվրամիությանն, այն որակելով որպես թույլ մարդկանց կողմից ղեկավարվող քայքայվող կառույց։ They're not doing a good job. Europe is not doing a good job in many ways. They're not doing a good job. They talk too much. Владимир Путин не хочет восстановить СССР, потому что это невозможно. И он сам об этом неоднократно говорит. Պուտինը ԽՍՀՄ վերականգնելու մտադրություն չունի, քանի որ դա անհնարին է, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Գերմանիայի դաշնային կանցլերի վերջին հայտարարությունները։ Ռուսաստանի նախագահը բազմիցս է հայտարարել, որ Խորհրդային Միության վերականգնումն անհնարին է, բացի այդ նման խոսակցությունները անհարգալից վերաբերմունք կլինեն ԱՊՀ երկրների մեր դաշնակիցների հանդեպ, նշել է Կրեմլի խոսնակը։ Այսօր Թուրքիայում եւս 20 մարդ է ձերբակալվել երկրի ֆուտբոլային առաջնություններում բացահայտված կոռուպցիոն դրսևորումների պատճառով ձերբակալվածների թվում են Գալաթասարայ ակումբի խաղացող Մեթեհան Բալթաջին, Ֆեներբախչե թիմի ֆուտբոլիստ Մերթ Հական Յանդաշը, ինչպես նաեւ Ադանա Դեմիրսպոր ակումբի նախկին նախագահ Մուրադ Սանջակը։ Թուրքական դատախազությունը պնդում է, որ ֆուտբոլային ակումբների խաղացողներն ու ղեկավարները տարիներ շարունակ խաղադրույքներ են կատարել իրենց իսկ մասնակցությամբ խաղերի ելքի վրա։ Տարիներ շարունակ թուրքական ֆուտբոլի խնդիրներն անտեսվել են, այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Իբրահիմ Հաջի Օսմանօղլուն։